Ազգային ժողովի ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը փակ քվեարկության արդյունքներով ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնել է, որ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 53-ը։ Քվեատուփում եղել է 53 քվեաթերթիկ, որոնցից ոչ մեկը անվավեր չի համարվել։ Քվեարկությանը մասնակցած բոլոր 53 պատգամավորները կողմ են քվեարկել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությանը։ Ավելի վաղ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտնել էր, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու Վարդևանյանի թեկնածությանը։ Իսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը ասել էր, որ իշխող ուժը որոշել է ապահովել բավարար ձայներ, որպեսզի Արամ Վարդևանյանը ընտրվի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 53-ը։ Քվեատուփում արկա էր 53 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայների քանակը բաշխվել է հետևյալ կերպ. Արամ Վարդևանյան կողմ 53 դեմ 0։ Շնորհավորում եմ, պարոն Վարդևանյան։ Այսպիսով, պարոն Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Շնորհավորում ենք, պարոն Վարդևանյան, համեցեք։ Ազգային ժողովն ընդունեց պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որը առաջարկել էր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության քարտուղար Արտուր Խաչատրյանը վարման կարգով խոսք խնդրեց եւ հայտնեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշմանը, քանի որ 8-րդ գումարման խորհրդարանում Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անուրանալի ներդրում է ունեցել այս նախագծի ստեղծման, արծացման և ընդունման հարցում, ապա հույս հայտնեց, որ պատգամավորական էթիկայի կանոնները կապահովեն թե ձևով, թե բովանդակությամբ։ Վարման կարգով խոսք խնդրեց նաև ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, հայտարարելով, որ կողմ են քվեարկելու նախագծին, ապա 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Քվեարկության արդյունքների համաձայն 92 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն ընդունեց պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։ Հարգելի գործընկերներ, ուշադրություն, այժմ քվեարկելու ենք։ Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը եւ նախապատրաստվել քվեարկության։ Քվեարկության է դրվում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացրած պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 92 դեմ 0 ձեռնպահ 0 որոշումն ընդունվել է։ Եվ շարունակելով Ազգային ժողովի թեման, Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց խմբակցության անդամ Արուսյակ Ջուհակյանը։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց 60 կողմ, 0 դեմ 15 ձեռնպահ ձայներով։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ։ Հաշվի առնելով, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ունի 64 անդամ, ուժեղ Հայաստան խմբակցությունը 29 անդամ, իսկ Հայաստան խմբակցությունը 12 անդամ, նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանել հաշվի առնելով գործնականում այդ հանձնաժողովների աշխատանքային ծանրաբեռնվածությունը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի որոշմամբ վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թումանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Արտաշես Թումանյանը վարչապետի խորհրդական նշանակվել էր 2021 թվականին։ Այսօր եղել են նաև մի շարք նշանակումներ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի որոշմամբ Հայկ Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Բարձր պաշտոններում շարունակվում են արտերկրի հեղինակավոր բուհերն ավարտած մասնագետների նշանակումը։ Նրանք Հայաստանի Հանրապետության վարչապետի կոչին հետևելով դիմել էին ներառվելու կառավարության կադրային բանկում։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նոր փոխնախարարը ավարտել է Բրիստոլի համալսարանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահան Միսակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։ Վահան Միսակյանը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ճարտարապետի որակավորում ստանալուց հետո կրթությունը շարունակել է Կոլումբիայի համալսարանում, քաղաք Նյու Յորք, ԱՄՆ, ստանալով մագիստրոսի աստիճան 2 մասնագիտություններով, և նույն որոշմամբ Շահանե Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ընթացքում Հայաստան դաշինքի պատգամավոր Արտուր Խաչատրյանը դիմելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանին հետաքրքրվեց, երբ է շրջանառության մեջ մտել 29743 քառակուսի կիլոմետր թիվը։ Հայաստանի Հանրապետության տարածքի 57 քառակուսի կիլոմետրը որ թղթով է վերացել կամ ում է գնացել։ Հարցը արծացվեց այն հարցի, որի մասին ուզեմ խոսեմ առաջի օրվանից, թե վերջի Հայաստանի Հանրապետության սահմանները ինչ ուրվագիծ ունեն և Հայաստանի Հանրապետության տարածքը ինչքան։ Դուք ասում եք, որ տարածքը որոշում է Ալմաթայի հռչակագրով, որը սովետական Հայաստանի վարչական սահմանները դիտել է որպես պետական տարածքներ։ Չեմ ուզում խորքանի դրան անդրադառնամ, ճիշտ եմ, չեմ մեկնաբանում ձեր և ֆրակցիայի խոսքերը։ Շատ լավ, Սովետական միության ժամանակ վարչատարածքային բաժանման մասին ընդհանուր օրենք չի եղել։ Ամեն հանրապետության տարածք որոշվել է իր Գերագույն սովետի որոշումներով, Մինիստրների սովետի որոշումներով և այլն և այլն։ Բայց այդ որոշված տարածքները արձանագրվել են տարբեր տեղերում, օրինակ Սովետական միության ժամանակ հրապարակված քարտեզներում, պաշտոնական հրապարակային այլ փաստաթղթերում, հանրագիտարաններում։ Հանրագիտարանները հատուկ եմ նշում, որովհետև սահմանազատման ժամանակ երբ խոսքը գնում էր ինչ վերաբերելի փաստաթղթեր են օգտագործվել, նշվել էին նաև հանրագիտարանները։ Ուստի ես ուզում եմ կարդամ Սովետական հանրագիտարանից քաղվածք, հեսա 1980 թվականի հրապարակված, Հայաստանի Հանրապետության տարածությունը 29800 քառակուսի կիլոմետր։ Նմանապես նույնը գրված է սովետական մեծ հանրագիտարանում։ Ինչքան կկրկնեք, խնդրում եմ։ 29800։ Շատ լավ։ Եվ Սովետական միության հանրագիտարանը սա 79 թվականի հրապարակված է, ուրեմն պլոշեջ 29800 քառակուսի կիլոմետր։ Ինձ հետաքրքիր է, թե դուք տեղյակ եք արդյոք երբ շրջանառության մեջ մտավ 29743 քառակուսի կիլոմետր թիվը, որտեղ 29743-ը որ կլորացնում ես, 29700 է դառնում։ Ինձ հետաքրքիր է, այդ 57 քառակուսի կիլոմետրը երբ անհետացավ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան, իհարկե դժվար եմ պատկերացնում, թե պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության հետ ինչ կապ ունի ձեր հարցը, բայց այդուհանդերձ կպատասխանեմ։ Եթե ձեզ հետաքրքիր է կոնկրետ ամսաթիվը, թե երբ դարձավ 743, կոնկրետ ամսաթիվ ձեզ նշել չեմ կարող։ Եթե հիշում եք, սկզբում այո, նաև վարչապետները 800 թիվը նշում, 29800, բայց պետք է ձեզ նշեմ, որ մեր դասագրքերում, որով սովետական հանրագիտարանն եմ, չէ, անկախ Հայաստանի Հանրապետության դասագրքերում, որով որ մենք ենք սովորել, նշված է 29743 քառակուսի կիլոմետր թիվը, եւ ենթադրում եմ հենց այդ պահին է տեղի ունեցել այդ անցումը։
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով Հայաստան խմբակցության քարտուղար Արտուր Խաչատրյանի հարցադրմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության տարածքի 29743 քառակուսի կիլոմետր տվյալի վերաբերյալ պարզաբանում։ Այդ համատեքստում Ռուբեն Ռուբինյանը նախ հիշեցրեց 2005-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի ստորագրությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվություն։ Պարոն Խաչատրյանը եկավ երկար ելույթ ունեցավ, ճիշտ ասած ես առանձնապես չհասկացա ինչի մասին է ելույթը, բայց ինձնից կպահանջվի ընդամենը 15 վայրկյան այդ ելույթի ամբողջ հիմքը քանդելու համար։ Պարոն Խաչատրյանը եկել ասում է, այդ որտեղից վերցրեցի 29743 կիլոմետր քառակուսի թիվը։ Դուք այդ ինչ եք ասում, ինչեր են ժամանակ 20.8, հիմա 20.743, այդ որտեղ կորավ։ Նախ, միշտ էլ 20743 ա եղել, հանրագիտարում կլորացված թիվն ա եղել վերնագրում, հետո ներքևը ոչ, բայց ինձ ինչքան էլ տարօրինակ չի, օգնության կհասնի Ռոբերտ Քոչարյանը եւ Դաշնակցությունը, որովհետեւ սիրելի պարոն Խաչատրյան, ես հիմա ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ։ Ուրեմն Դաշնակցությունը 2005 թվականին կոալիցիայի մեջ էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ 2005 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե չեմ սխալվում, նույնիսկ Քոչարյանի ստորագրությամբ վավերացրել է Հայաստանի հողային ֆոնդը, հեսա մի արևական բան անեմ, հենց փաստաթղթի անունն էլ ասեմ, էլի, Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության եւ բաշխման վերաբերյալ հաշվետվություն։ Այնտեղ գիտեք ինչ ա գրած, որ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը բաղկացած է 2974.3 հեկտարից, էդ էլ որ բաժանեք համապատասխան թվի կստանա 29743 կիլոմետր քառակուսի։ Բայց կարող եք ասել, դե 2005 թիվն ա եղել, խառնել ենք, չենք նկատել։ Նույնն ա եղել 2010 թվին, 2015 թվին։ Հետևաբար այդ որ ասում եք, որտեղից եք վերցրել այդ 29743 կիլոմետր քառակուսին, պարոն Խաչատրյան, ձեզնից ենք վերցրել։ Եվ շարունակելով ազգային ժողովի թեման, Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ազգային ժողովի ամբիոնից խոսեց դատական համակարգի և ազգային ժողովի առկա կրոնական տարբերությունների մասին, ինչին ի պատասխան ազգային ժողովի նախագահը նշեց, որ ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, նրանց միջև կրոնական տարբերություն լինել չի կարող։ Բոլոր իշխանությունները, որ Հայաստանում եղել են, գիտեք իրենց ինչն է միավորել։ Մի բանը, որ իրենք համարել են, որ իրենք հավերժ են, որ այս օրենքն է, որ գրում են, իրենք են դատելու, ոչ թե իրենց են դատելու դրանով։ Բոլորի հետ խոսելուց, բոլորի հետ շփվելուց, ես հասկացել եմ, որ բոլորը ափսոսում են մի բանի համար, որ չեն ստեղծել մրցակցային իրավական ու դատական համակարգ։ Հարգելիներս, ինչքան էլ տարբեր ուժեր, լավ կառավարեն երկիրը, ժողովրդավար երկրում, իշխանությունը փոփոխելի է։ Իսկ դուք կանգնելով մեր առջև շատ վստահ, ասում եք, հլա հարց է, քանի քաղ բանտարկյալ կա, մարդ էլ կար, ասում էր, Սերժ Սարգսյանի ժամանակ կամ երկրորդ նախագահի ժամանակ ինչքան քաղ բանտարկյալ կար։ Քաղ բանտարկյալներով ենք համեմատում։ Վատ են արել, տեսա տասնյակ խոսքեր լսեցի, որ ասում ենք վատ են արել, նույնը մի արեք։ Կրոնական առումով մենք ունենք մեծ տարբերություն, մենք գիտենք դա։ Ես կարծում եմ, որ կրոնական մեր թեմայի արծարծում այստեղ ուղղակի կբերի նիստերի խաթարմանը։ Մենք իրապես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք, ձև չենք անում։ Մենք համարում ենք մեր լեգիտիմ եկեղեցու առաջնորդը մեր կաթողիկոսը Գարեգին Վեհափառը, ում ընտրել է համայն հայությունը 99 թվին։ Իսկ գիտեք ինչ եղել 99 թվից հետո։ Մերոններ, կնունքներ, 100 հազարավոր հայ երեխաների։ Եթե դուք մերժում եք մերոնը, մերժում եք կաթողիկոսին, դուք մերժում եք մերոնը, կրոնական, քրիստոնեական առումով, դուք հարցականի տակ եք դնում 100 հազարավոր մեր հայրենակիցների քրիստոնեա լինելու հարցը։ Հարցականի տակ եք դրել։ Պարոն Կարապետյան, քանի որ սա նիստերի վարմանն էլ է էլի վերաբերվում։ Ես համաձայն չեմ, որ մեր մեջ կրոնական հարցով կա տարբերություն։ Գուցե պարոն Բաքոյանի եւ մեր մյուսներից միջև ոչ թե գուցե հաստատ կա,
հայտնի բերումով կամ մեր ասորի բարեկամների, բայց մեր միջև առնվազն նրանց միջև ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, կրոնական տարբերություն չկա, կա քաղաքական տարբերություն, որովհետև ձեր մատնանշած բանավեճը եւ X անձին X անունով կոչել չկոչելու բանավեճը ամենևին կրոնական բանավեճ չի, դա քաղաքական բանավեճ է։ Իսկ թե ինչու է մեր եկեղեցին եւ դրա շուրջ տեղի ունեցողը դարձել քաղաքական բանավեճի առարկա, այ դա եւս մի շատ մեծ քաղաքական հարց է, որ ես կարծում եմ մենք առիթ կունենանք քննարկելու առաջիկայում։ Գարեգին Բ. կաթողիկոսի և հայ առաքելական եկեղեցու 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Դատավորի փոփոխությունը տեղի ունեցել այն բանից հետո, երբ գործը նախկինում քննող դատավոր Հակոբ Մանուկյանը օգոստոսի 7-ին ինքնաբացարկ էր հայտնել։ Գարեգին Բ.-ի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստը օգոստոսի 7-ին մեկնարկել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատարանը նիստը շարունակել էր դռնփակ, պատճառաբանելով, որ քննարկումների ընթացքում կարող էին հրապարակվել անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տեղեկություններ։ Նիստի ընթացքում դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել։ Գարեգին Բ.-ին մեղսագրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, ծառայողական լիազորությունների օգտագործմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման խոչընդոտելը։ Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արամ Մկրտչյանը կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Ապօրինի ճանապարհով 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն օգոստոսի 10-ին հաղորդագրություն էր տարածել, հայտնելով, որ Քասախ համայնքի նախկին ղեկավարն ու համայնքապետարանի ևս 5 աշխատակիցներ ձերբակալվել են համայնքային հողամասերն ապօրինի ճանապարհով օտարելու մեղադրանքով։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ գործով անցնող 4 անձի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք, խափանման միջոցը մեկի նկատմամբ բացակայելու արգելք։ Հիշեցնենք, որ Քասախ համայնքի նախկին ղեկավարը ազգային ժողովի նախկին պատգամավոր պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչ Աննա Մկրտչյանի հայրն է։ Եվ այսպես կառավարությունը քննարկում էր 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձանց առողջության համապարփակ ապահովագրության համակարգում ներառելու հնարավոր տարբերակները։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ այս սեգմենտի համար հատուկ մոտեցում է մշակվում, հաշվի առնելով ստվերային շրջանառության ռիսկերը։ Նիկոլ Փաշինյանը նաև հորդորեց գործատուներին վերանայել իրենց որոշումները և հնարավորինս շատ աշխատողների վճարել 200,000 դրամից բարձր աշխատավարձ, որպեսզի նրանք ներառվեն ընդհանուր համակարգում։ Մեր մտածածը հետևյալն է, որ 2027 թվականի ընթացքում գուցե կառավարությունը սուբսիդավորի մեծ անհրաժեշտ 10,800 դրամ ծախսի 4,400 դրամը, աշխատողները վճարեն 2,000 դրամ, այն 2,000 դրամը, որոնք նախկինում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը վճարում էին զինապահ հիմնադրամին և պակասող 4,400 դրամ հատվածը վճարեն գործատուները, այն պայմանով, բնականաբար, որ եթե աշխատավարձը կփոխվի, կբարձրանա և կհատի 200,000 դրամի շեմը, այդ դեպքում արդեն այդքան աշխատավարձ ստացող քաղաքացիները կներառվեն արդեն իսկ գործող 200,000 դրամ և ավել աշխատավարձ ստացող քաղաքացիների համար նախատեսված համակարգի մեջ։ Հիմա սա մեր մտածած մտքերի ընթացքն է այս պահի դրությամբ, բայց կարևոր է նաև շարունակությունը մենք մտածում ենք հետևյալ կերպ, որ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն գուցե թե մենք գործարկենք հետևյալ սցենարը, որ 10,800 դրամ ծախսի 6,000 դրամը վճարի աշխատողը, որը ինքը արդյունքում հետ է ստանալու 2028 թվականին արդեն, որպես սոցիալական կրեդիտ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում, այսինքն գործնականում քաղաքացու կյանքում շատ բան չի փոխվում։ Իսկ մնացած պակասող 4,800 դրամը
շարունակի վճարել գործատուն էլի այն պայմաններում, քանի դեռ աշխատավարձը ցածր է 200,000 դրամից։ Երբ որ կհատի 200,000 դրամի շեմը, արդեն համակարգը կսկսի գործել են ընդհանուր պայմաններով, որի վերաբերյալ տվյալ պահին կկայացվի որոշում։ Սա է մեր մտքերի ընթացքը այսօր, եւ մենք քննարկումների արդյունքում հիմա գտնվում ենք այս հանգրվանի վրա, առաջիկայում նույնպես կքննարկենք եւ մեզ անհրաժեշտ կլինի առաջիկա 1 առավելագույնը 2 ամիսների ընթացքում կայացնել որևէ որոշում, որպեսզի մենք մեր 200,000 դրամի ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիներին ներառենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը անդրադարձավ ընդդիմադիրների մի շարք դիտարկումներին, այդ թվում նրանց այն դիտարկմանը, թե կրոնական տարբերություն կա ազգային ժողովի իշխող ուժի եւ ընդդիմության միջև։ Դուք հեղափոխությանը, էլ մասոնական, էլ սորոսական, էլ ադրբեջանը, թուրքական, ինչ ասես չկպցրիք մի բաց պատճառով, որովհետև դուք այսքան ժամանակ կարծել եք, որ հեղափոխությունը տեխնոլոգիա է։ Հեղափոխություն տեխնոլոգիա չի։ Հեղափոխությունը արձագանք է։ Արձագանք այդ մանումենտի տներին, ձեր գրպանների հարստացմանը, բժիշկների աշխատավարձ չստանալուն, թոշակներին։ Այո, հեղափոխությունը եղել է արձագանք անարդարությանը։ Եվ գալ ես դալիճում ասել, որ մենք եւ դուք նման եք, փառք Աստծո, որ մենք եւ դուք նման չեք։ Եվ դրա համար է, որ փողոցային պայքար եք գեներացրել։ Փառք Աստծո, այո, պարոն Կարապետյան, իմ համար մեծագույն պատիվ է, որ ես եւ դուք նման չենք։ Մենք դուք փողոցային պայքար եք փորձել գեներացնել, ընտրություններ են եղել, վարչապետ ամենաշատ հրաժարական տված վարչապետն է եղել։ Գայք վերցնեի 21 թվականի իշխանություն դրսում թափածեր վերցնող չկար։ Եվ շատ հետաքրքիր այն պահը, երբ որ դուք մուտք գործեցիք քաղաքականություն։ Գիտեք, ես ձեր ազնվությանը կհավատայի, եթե դուք որոշեի քաղաքականությամբ զբաղվեք մի պահի, երբ որ Հայաստանը իսկապես գոյութենական խնդիրների առաջ էր կանգնած, այդտենց պահ եղել է։ Բայց դուք քաղաքականություն մուտք գործեցիք, ինչպես Սամվել Կարապետյանը այդ մասին իր ճեպազրույցում ասեց, երբ որ կպան ձեզ։ Պարոն Կարապետյանը ճեպազրույցներից մեկում ասել է. եթե այս քրեական գործերը չլինեին, ես քաղաքականությամբ չէի զբաղվի։ Ասել է պարոն Կարապետյանը։ Պարոն Կարապետյանը չի որոշել զբաղվի Հայաստանի հարցերով եւ որ կար գոյութենական խնդիր։ Պարոն Կարապետյանը ընտրել է զբաղվել քաղաքականությամբ եւ իր վերաբերյալ քրեական գործ է եղել։ Կամ այս դալիճում ասում եք կրոնական հարց տարբերություն կա ձեր եւ մեր միջև։ Այդ դուք ուսումնասիրել եք մեր դավանանքը եւ հասկացել եք, որ կրոնական տարբերություն կա։ Ես Սուրբ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Իմ աղջիկները կնքվել են Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ես ամուսնացել եմ եկեղեցով։ Եվ իմ դավանանքն ասում է, որ վեհափառը չի կարող ուսակրոնության երթումը դրժած լինել։ Իսկ ձեր կրոնում ինչպես է, ինչ շատ հետաքրքիր է։ Ձեզ մոտ վեհափառը կարող է զավակ ունենալ, այդպիսին է ձեր կրոնը, եկեք եւ մեզ պատմեք, ինչպիսին է ձեր կրոնը։ Ես ձեզ ասում եմ, Գրիգոր Լուսավորչի հետ այդ փուլը անցել ենք, պարոն Կարապետյան, նախորդ գումարումում քննարկել ենք, երևի չեք նկատել։ Կամ այդ ժամանակ քաղաքականությամբ հետաքրքրված չեք, որտեղ չէիք շալակել քրեական գործը։ Նախորդ գումարումում եւ աշտիշատի ժողովում երևի կամ դրանից հետո սահմանվել, այսինքն ժողովուրդ ջան, իրենք իրանց համար սահմանել։ Այսինքն եթե դու Գրիգոր Լուսավորչի օրինակն եք բերում, այսինքն հաստատում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, այդ էր ձեր ասածը։ Դուք ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, դուք հենց նոր խնդրում եմ նկատել, որ ընդդիմությունը հաստատեց, որ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Հաջորդ ելույթը Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանինն էր, եւ երբ նա Գարեգին Բ-ին կոչեց վեհափառ, ամենայն հայոց կաթողիկոս, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, իսկ ընդդիմադիրները սկսեցին ծափ տալ։ Հիշեցնենք, որ ազգային ժողովի օգոստոսի 11-ի նիստին ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորել էր ընդդիմադիրներին այդ կերպ չընդհատել ելույթ ունեցողներին, հակառակ դեպքում նույնատիպ արձագանք կստանան։ Քաղաքացիական պայմանագիրը անցալով Ռուբեն Ռուբինյանի թեմայի մեջ մնալու կոչին քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։
Հետո բրավո։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Ինչ թվում է հերիք է, հարգելի գործընկերներ, շարունակեք Տիկին Վարդանյան։ Եվ սիրելի հայրենակիցներ, ներողություն, մանկապարտեզի նախապատրաստական կուրսի հերթական բանին Տիկին Վարդանյան, ներողություն, Տիկին Վարդանյան, ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, այստեղ բոլորը շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չի, այդ թվում ձեր խմբակցությունում եւ ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, շարունակեք ձեր ելույթը, շարունակեք ձեր ելույթը։ Կթողեք շարունակեմ։ Հիմա Լրություն։ Ես իսկապես ուզում եմ մեկ-մեկ դուք ձեզ կողքից նայեք ու պատկերացնեք ուր եք հասել, պատկերացնեք ինչքան եք նմանվել բոլոր այն իրականությունից կտրված իշխանություններին, ում թվում էր, որ իրենք հավերժ իշխանության են, երբեք իշխանությունը չեն կորցնելու, միշտ իրանց տերապետության տակ ունենալու են ուժայիններին, ու իրենց թույլ էին տալիս շատ ավելի պակաս, քան դուք, բայց արժանացան այն բախտին, որին արժանացան։ Ես չգիտեմ դուք երբ կհասկանաք, որ այստեղ եք հասել ուղղակի, բայց երևի իշխանությունը կտրում է գետնից իսկապես, ամբողջական իշխանությունն էլ երևի ամբողջապես է կտրում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ վերջին հայտարարությունները, նշելով, որ ստորագրված փաստաթղթերում նման արտահայտություն չկա։ Եղոյանը այդ մասին ասաց ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։ Այստեղ փաստարկի ու հակափաստարկի հարց ընդհանրապես չկա, կան ստորագրված փաստաթղթեր, կան ստորագրված հայտարարություններ, կան ստորագրված պայմանագրերի նախագծեր նույնիսկ եւ այդ բոլոր ստորագրված փաստաթղթերում որևէ տեղ դուք չեք հանդիպի Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, չկա նման բան։ Քաղաքական խոսույթի մակարդակում շատերը շատ բան կարող են ասել, մենք էլ ենք ասում, որ նման հասկացություն, նման տերմինով ենթակառուցվածք մեր հանրապետության, Հայաստանի հանրապետության տարածքում գոյություն չունի։ Հայաստանի հանրապետության տարածքում գոյություն ունի TRIP նախագիծը, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, ԱՄՆ նախագահի ստորագրությունը, Հայաստանի վարչապետի ստորագրությունը, դրան հաջորդել են այլ փաստաթղթեր, այդ թվում եւ օրեր առաջ հրապարակված էլի երրակողմ համատեղ հայտարարությունը օգոստոսի 8-ի համաձայնության մեկամյակի առիթով եւ այնտեղ էլի չկա այդ արտահայտությունը։ Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը եւ նրանց ձեռնտու լինելուն կողմերին, այո, միանշանակ, եթե ձեռնտու չլիներ բոլոր երեք կողմերին, այդ փաստաթուղթը չէ ստորագրվի, իհարկե ստորագրված փաստաթուղթը եւ տարածաշրջանի ապաշրջափակումը այն պայմաններով, որ նկարագրված է այդ ստորագրված փաստաթղթերում, բնականաբար ձեռնտու է եւ Հայաստանին եւ բնականաբար նաեւ Ադրբեջանին, հակառակ դեպքում իրենց ստորագրությունն էլ այդտեղ չէր լինի եւ շատ լավ է, որ այդ հարցում ստորագրված փաստաթղթերում նկարագրված պայմաններով ապաշրջափակման հարցում շատ լավ է, որ տեսակետները համընկնում են։ Տերմինների վերաբերյալ արդեն ասեցի։ Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Արմեն Գրիգորյանը ազատվել էր Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Նա պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ կարգավիճակում վերջին անգամ է ամենայն դեպս մասնակցում կառավարության նիստին, որովհետև ես որոշում եմ կայացրել իրականացնել անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն եւ ուզում եմ պարոն Գրիգորյանին նախ շնորհակալություն հայտնել
նախորդ 8 տարիներին այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ջերմ խոսքերի, վստահության եւ համատեղ աշխատանքի համար։ Քանի որ այսօր աստղագիտության թեման մի քիչ գերիշխում է, մի համեմատություն էլ ես անեմ, իմ պաշտոնավարման շրջանը համեմատելի է, որ եթե լույսը երկրից դուրս գար, այդ սկսելու ժամանակահատվածում հասած կլներ ամենամոտ աստղի մոտ, հետ կգար եւ նորից ճանապարհ դուրս եկած կլիներ եւ այս ամբողջ ժամանակահատվածի աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, իհարկե մի քիչ էմոցիոնալ դարձա, բայց երևի նորմալ է, նաև այս սրահում գտնվող, այս սրահից դուրս գտնվող գործընկերներին, քաղաքացիական հասարակության էքսպերտների, որոնք օգնել են, որպեսզի այն աշխատանքը, որը կատարել ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի եւ ինստիտուտների կայացման գործընթացում, օգնել են եւ մտածել եւ քաղաքականություն վարել։ Շնորհակալություն բոլորին, մեծ պատիվ էր ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության X զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին, գրել է Թորոսյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ բանակում գրանցված վերջին մահվան դեպքի հետևանքով ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ։ Այդ մասին Փաշինյանը հայտնեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, հավելելով, որ առավոտյան իրադրությունը քննարկել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ եւ առաջիկայում կլինեն կադրային որոշակի փոփոխություններ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են։ Բանակի մասով, այո, ես ասեմ նաև, որ առավոտյան իրադրությունը քննարկել ենք պաշտպանության նախարարի հետ եւ այսօր եւ առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի վերաբերյալ։ Ըստ ամենայնի մենք փոփոխություն կունենանք, ըստ ամենայնի չէ, որոշումը կայացրել եմ արդեն, ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք եւ նաեւ մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս եւ հետեւությունների կգանք։ Այո, անհատական պատասխանատվություն պետք է լինի։ Ես իմ գնահատականը այն չէ, որ այս իրադրությունում գլխավոր շտաբի պետը եւ պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու համար։ Մեզ եւ Եվրամիությունը եւ ԵԱՏՄ-ն հավասարաչափ եւ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչեւ մենք մեր հանձնառությունը այլընտրանքներ ձևավորելու կատարած կլինենք եւ մեր ժողովուրդը ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները շատ թափանցիկ ձևով ասում են հետեւյալը. ասում են, հիմա դուք ասել եք, ընդունել եք օրենք եւ ասել եք, որ նաեւ այդպիսի այլընտրանք եք ձևավորում ձեզ համար, չեմ իրենք ակնկալում են, որ մենք հիմա կատարենք ընտրություն երկու այլընտրանքների միջև։ Մենք ասում ենք, եւ ես էլ իմ ելույթում յատում, ասում ենք, մենք քանի դեռ այն երկրորդ այլընտրանքը ձևավորված չի, մենք չենք կարող ընտրություն կատարենք։ Եվ իմ ամբողջ ելույթը ԵԱՏՄ-ի դրան էր նվիրված։ Ես ասում եմ, հիմա մենք ոնց հանրաքվե անենք Հայաստանը Եվրամիություն, թե ԵԱՏՄ, որովհետև հանրաքվե անելու համար պետք է նախընտրական քարոզարշավ անել, չէ՞։ Այդ նախընտրական քարոզարշավի ժամանակ մարդիկ հարցեր են տալու, չէ՞։ Այդ երկրորդ այլընտրանքը գոյություն չունի։ Եվ մենք հանրաքվե ապագայում անպայման կանենք, բայց դա տեղի կունենա այն բանից հետո, երբ որ մենք պաշտոնապես առնվազն
նախ մենք ինստիտուցիոնալ առումով որոշակի նախապատրաստական աշխատանքներ արած լինենք, երկրորդն էլ դիմաց լինենք Եվրոպական միությանը անդամակցության հարցով, պաշտոնապես դիմաց լինենք։ Եվ ԵՄ-ն, եւ ԵԱՏՄ-ն հավասարաչափ եւ հավասարապես պետք է այնքան ժամանակ, մինչեւ մենք մեր հանձնառությունը այլընտրանքներ ձևավորելու կատարած կլինենք եւ մեր ժողովուրդը ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին։ Եվ շարունակելով ճեպազրույցի թեման, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում Ռուսաստանի Դաշնության հետ չի գնա սուր լուծումների եւ նախընտրում է հարցերը լուծել բարեկամական մթնոլորտում։ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի մայիսին հայտնել էր, որ Հայաստանը ցանկանում է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտները խնդիր չդառնան երկրի երկաթուղային համակարգի զարգացման համար։ Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը իրականացնում է Ռուսաստանը Հարավկովկասյան երկաթուղիների ընկերության միջոցով։ Երբ որ լուծումներ ենք փնտրում, փորձում ենք ինչ-որ իդեաներ գեներացնել։ Հիմա որ դուք այլ մանրամասների մասին ինձ հարց տաք, ես այդ մանրամասները չեմ կարող պատասխանել, որովհետև չենք հասել այդ մանրամասներին։ Հայեցակարգային մակարդակով նայում ենք ինչ տարբերակներ կան։ Տարբերակ 1՝ ուղղակի պայմանագիրը խզել։ Դա ընդունելի չի մեզ համար, որովհետև բարեկամական չի, իսկ մենք ուզում ենք բարեկամական լուծում։ Բարեկամականը, որ Ռուսաստանի մեր գործընկերները կոնցեսիոն իրավունքը վաճառեն երրորդ կողմին շուկայական նորմալ գնով։ Ընդ որում նաև փորձագետներ կան, արդեն գներ են ասում, որ օբյեկտիվորեն ինչ կարող է արժենալ դա, որը բավականին ծանրակշիռ գումարը հաշվի առնելով նաև այս ընթացիկ իրավիճակները։ Մենք նայում ենք լավ այդ տարբերակը զգում ենք, որ գուցե Ռուսաստանի գործընկերները այդքան էլ հարմարավետ չի։ Հետո նայում ենք, ասում ենք, իսկ կա տարբերակ, որ իրանց խնդիրն է massամբ լուծի, մեր խնդիրն էլ massամբ լուծի։ Հետո տեսնում ենք, որ փորձագետների հետ էլ ենք չի աշխատում, որ ասում ենք լուծում, մի հատ տեսեք ինչ լուծում կա։ Գալիս են ասում ենք, արա սենց տարբերակ լինի, որովհետև այդ կառավարումը կամ ինչ որ ուրիշ մոդել դրվի, որ ասենք ենթադրենք ինչ որ մի մասնաբաժին պահպանվի, մի մասնաբաժին օտարվի, բայց այնպես որ մնա փոքրամասնության մասնաբաժինը, որովհետև հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի։ Մի ուրիշ գաղափար է գալիս, որ լիցենզիան գուցե բաժանվի երկու մասի, որն է, ասենք մենք ունենք, հիմա մենք երկաթուղին և ենթակառուցվածքը և ենթակառուցվածքի օգտագործումը փաթեթը, ասենք օդանավականի դեպքում այդպես չի, որտեղ օդանավականի դեպքում օդանավականի կառավարումը ուրիշ խնդիր է, թռիչքներ իրականացնելու խնդիրը ուրիշ խնդիր է, մենք ունենք մի օդանավակայան մի կառավարող, ունենք բազմաթիվ ավիաուղիներ, որոնք այդ բանից օգտվում են, կան այնտեղ ուրիշ ընկերություններ, մի մասը բորդ սնունդ, առևտուր եւ այլ, գուցե տենց մոդելները հնարավոր է կիրառել։ Մտածում ենք դրա ուղղությամբ եւ այլն եւ այլն։ Ես նկատի ունեմ, մենք տենց ստատիկ կանգնած չենք, որ մենք այս հայտարարել ենք եւ հայտարարել ենք։ Այսինքն աշխատանք է տեղի ունենում, հասկանանք որտեղ այն կետը, որտեղ մենք կարող ենք այդ բարեկամական լուծում գտնել։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը իր այսօրվա ելույթում անդրադարձավ Հայաստան խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի իր խոսքերով ասած պերֆորմանսին եւ արձագանքեց նրա քաղբանտարկյալներին վերաբերյալ հայտարարություններին։ Ալեքսանյանը ի պատասխան հայտնեց մի փոքրիկ իր ձևակերպմամբ պերֆորմանսը ինքն է պատրաստել ու ցուցադրեց մի տեսանյութ, որում երևում է ինչպես է մի տղամարդ շղթայակապ մեկ այլ տղամարդու տանում ջուր խմելու։ Հատուկ մեր են քաղաքացիների համար, ովքեր տեսողական խնդիրներ ունեն, տեսանյութում տղամարդ է, որի վզից ջնջիլ է գցած, եւ նրան մի ուրիշ տղամարդ ման է ածում, տանում է ջուր խմելու, հետո տանում է ուրիշ տեղ։ Այս տեսանյութը դուք էլ նայեք, Հայաստան խմբակցություն նայեք, լավ նայեք։ Այս տեսանյութը նկարահանվել է 2000 թվականին, նայում եք։ 2000 թվականին Գեներալ Մանվել Գրիգորյանի ապարանքներում, իդեպ Մանվել Գրիգորյանը մահացած է, չի ուզում իր մասին խոսել, բայց իր նախկին օգնական այստեղից որ պերֆորմանսներ է անում, չեմ կարողանում ինձ զսպել։ Այս տեսանյութի մարդը գիտեք ով է, որ վզից ջնջիլ է գցած ու
ձեր գործընկերոջ ղեկավարը մանա տալի։ Գիտեք ով է։ Աշոտ Իսախանյան, ազատամարտիկ։ 90-ից 94 թվականներին մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին։ 5 անգամ վիրավորվել է։ Ինչի համար։ Որ գա ու ձեր գերագույն ղեկավարի Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ձեր գործընկերոջ ղեկավարը Մանվել Գրիգորյանը իր ախրանայի հետ վզից ջնջիլը գցի տանի ջուր խմելու, տանի բանալ։ Սևակ Խաչատրյանը Էջմիածնից է, չէ՞, այստեղ չի։ Օրինակ ուզում եի Սևակ Խաչատրյանին հարցնել, հեչեղելա որ Էջմիածնով քայլեք ու տեսնեք որ Մանվելի ախրանան փողոցով վզից ջնջիլը գցած մարդ է ման տալի, ասենք եղել է տենց դրվագ ձեր կյանքում Էջմիածնում, թե չի եղել։ Հարգելի հանրապետական կուսակցության նախկին ու գուցեև ներկա անդամներ, sense դրվագներ տեսել եք, առնչվել եք։ Պարոն Ղազարյան, հանրապետական կուսակցության անդամ եք եղել, են մի հատ ելույթ ունեք, ասում եք, մենք հանրապետականն ենք, ուժեղ, չգիտեմ ինչ ուժ։ Էս է եղել ձեր ուժը։ Էս է եղել ձեր ուժը։ Մարդու իրավունքների մասին ձեր պատկերացումները գալիս հանգում են այս ջնջիլին։ Երբ որ դուք գալի մեզ այստեղ մեղադրում եք մարդու իրավունքները խաթարելու մեջ, երբ որ դուք այստեղ գալի մեզ մեղադրում եք ինչ-որ բանի մեջ, միշտ հիշեք։ Մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները։ Ընդ որում բառի ոչ միայն փոխաբերական, այլ նաև ուղիղ իմաստով։ Ուղիղ իմաստով ժողովուրդ հասկանում եք, սա 21-րդ դարում տեղի ունեցած բան է։ Հիմա աֆրիկյան երկրներում, երբ որ խոսում են ստրկատիրության կամ բանի մասին, դեռ տեսանյութեր են ցույց տալի, բան են անում քանի 100 տարի առաջվա։ Դուք այս ամեն ինչը Հայաստանում արել եք 2000 թվականին։ Ու նկարել եք, հասկանում եք, նկարել եք, որ հետո նայեք, էլի դա ինչ որ սադիստական ուրիշ բան է, որ բան արվի, որ հիշեք, որ հիշողությունը լինի, լավ հուշ լինի, օրինակ մենք ընկերներով միտեղ, չգիտեմ, գնում ենք ռեստորան, միտեղ նստում ենք, մի բան ենք նշում, նկարվում ենք, որ հիշենք, դուք ես եք նկարել։ Ձեր լավ հիշողությունը էս է ձեր լավ հիշողությունը։ Ձեր այդ բանը, որ մարդ ես նոստալգիկ նայում ես, ուզում ես մի լավ բան հիշես, էս է ձեր այդ լավ հիշողությունը։ Տիկին Գրիգորյան, դուք էս խմբակցության ղեկավարն եք։ Պարոն Կարապետյան, ձեր խմբակցության կեսը ստեղից է։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը իշխող ուժին մեղադրել է զինվորների թեման շահարկելու համար։ Հայկ Կոնջորյանը նախազգուշացում է արել ոչ կոռեկտ պահվածքի համար։ Նարեկ Կարապետյանին ևս կոչ է արվել չափավորել պահվածքը։ Դրանից հետո պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճից։ Նրանց հետևից դահլիճից դուրս է եկել նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում, ձեր ոչ կոռեկտ եւ անբարտավան պահվածքի պատճառով, եւ ես ձեզ զգուշացնում եմ, հարգելի գործընկերներ, լրություն պահպանեք։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ Ազգային ժողովի շենքից։ Պարոն Կարապետյան, հիմա չեք կարող խոսել, ես ձեզ առաջարկում եմ, որ կարգի հրավիրեք ձեր պատգամավորի եւ չափավորեք, հակառակ դեպքում նրան այնպես կչափավորեն, որ այլևս երբեք չի կարող այդ չափերից դուրս գալ։ Հիմա չեք կարող, հիմա խնդրում եմ, հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագրի հետ վերադարձեք դահլիճ։ Հարգելի գործընկերներ, պարոն Լևոնյան, ուր եք գնում։ Զբաղեցրեք ձեր տեղերը, նիստը շարունակվում է։ Վերադարձեք դահլիճ եւ զբաղեցրեք ձեր տեղերը։ Հաջորդ ելույթի համար Սուզաննա Ավետիսյան։ Ես ուզում եմ սկսել անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ես դահլիճում չեմ եղել։ Հարգելի Ուժեղ Հայաստան խմբակցություն։ Ես շատ համբերատար մարդ եմ, եւ մենք շատ համբերատար մարդիկ ենք։ Եվ չնայած մենք շատ ուրախ ենք, որ դուք ի սկզբանե ընդունեցիք բարեկիրթ լինելու իմ առաջարկը, եւ ուրախ եմ նաեւ, որ Հայաստան խմբակցությունն ընդունեց այդ առաջարկը։ Ես պետք է արձանագրեմ, որ արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոնները այս դահլիճում խախտվում են։ Այս ընթացքում 10 օրվա ընթացքում արդեն 2 անգամ
հնչել է վիրավորական արտահայտություն պարոն Կարապետյան ձեր խմբակցության ներկայացուցիչների կողմից։ Մեկ անձամբ ձեր կողմից, մյուսը Էդգար Ղազարյանի կողմից։ Ես ելի եմ կրկնում, մենք շատ համբերատար մարդիկ ենք, բայց մենք ունենք պրոբլեմ, մեծ պրոբլեմ ունենք մենք պարոն Կարապետյան, որովհետև ես պետք է ուղիղ ձեզ ասեմ, որ բարեկրթության կանոնը կամ բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը։ Ես հուսով եմ դուք ճիշտ եք հասկանում։ Էդգար Ղազարյանը եւ իր պահվածքը մեծագույն խնդրեմ են այս դահլիճում եւ ընդհանրապես ես վստահ չեմ կարող Էդգար Ղազարյանը ի սկզբանե է խնդրեմ եղել այս կյանքում, բայց պարոն Կարապետյան, ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը պետքա գա եւ ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար։ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն։ Մեկնարկել է ազգային ժողովի հերթական նիստը, որի հենց սկզբում ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց է ուղղել Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, թե վերջինս ասելիք ունի, թե ոչ։ Ռուբինյանը նույն հարցը ուղղել է նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Հիշեցնենք, ազգային ժողովի հերթական նիստերի նախորդ օրը օգոստոսի 13-ին իրավիճակը ազգային ժողովի դահլիճում լարվել էր Էդգար Ղազարյանի ելույթից հետո, որը ազգային ժողովի պատգամավորներին եւ իշխանությանը վիրավորել էր։ Հարգելի գործընկերներ, միշտ հաջորդ հարցին անցնելը ես ցանկանում եմ տեղեկանալ պարոն Էդգար Ղազարյանը ասելիք ունի։ Պարոն Ղազարյան, ասելիք ունեք։ Միացրեք պարոն Ղազարյանի խոսափողը։ Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Շատ լավ։ Պարոն Նարեկ Կարապետյան, ասելիք ունեք։ Ոչ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը իր այսօրվա ելույթում անդրադարձավ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի երեկվա ելույթին, կոչ անելով Արամ Վարդևանյանին ներողություն խնդրել քաղաքացիներից նրա այստեղ հայտնվելու համար։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հայ զինվորների մահը կամեցող սրիկա, Պարոն Վարդևանյան, դուք լրիվ արդարացնում եք ձեր հեղինակությունը որպես այդպիսին։ Քիչ էր մնում մեզ մեղավոր հանեիք, որ բերել ձեր ցուցակում մարդ եք ներգրավել։ Չէ, դուք հարգելի գործընկերներ, դուք ձեր ցուցակում մարդ եք ներգրավել, որ վերջի 2-3 տարում, ընդ որում ի դեպ շեշտեմ ոչ միայն մեր խմբակցության, էլի Հայաստան խմբակցության էլ տենց տներով մտել դուրս է եկել ամենավերջի սրիկայի պես։ Ընտանիքի ապաքաղաքական անդամներին շատերի այս խմբակցությունից ապաքաղաքական քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող անդամներին անձնապես վիրավորել է։ Մենք հարգելով մեր քաղաքացիներին են, որոնց որ պարոն Վարդևանյանը դիմում ասում է, մենք մեր քաղաքացիներից պետք է ներողություն խնդրենք։ Պարոն Վարդևյան, դուք նախ ներողություն պետք է խնդրեք այս պերսոնաժի ստեղ հայտնվելու համար, որտեվ այդ մարդու հետագիծը վերջի 2 տարվա եղել է այդ մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորել է, Հայաստան խմբակցությանը չեմ էլ ասում ինչեր էր ասում, վայ, ու չեմ էլ ուզում հիշեմ, ուղղակի ինչեր էր ասում, անկեղծ էլ բոքսի տանձիկ, էլ բան, вообще ինչ ասել է, հիմա տարել եք Հայաստան խմբակցությանն մոտիկ եք նստածել, չգիտեմ ինչ ալնելու վերջը։ Այսինքն նկատի ունեմ այդ մարդու վիրավորական, այդ շղթայական հետագիծը որպես այդպեսին, այնինքն է, որ մենք մեզ շատ դժվարությամբ ենք զսպում։ Մենք ձեզնից ստեղ այս շարքերում չկա մարդ, որ ձեր ընտանիքի քաղաքականության մեջ չներգրավված անդամներին մի տառ ասել է։ Չկա տենց մարդ, հասկանում եք, պարոն Կարապետյան։ Չկա մարդ, որը որ ձեր ընտանիքում ներգրավ, ձեր ընտանիքի այն անդամին, ով քաղաքական գործիչ չի եղել կամ հիմա չի, մի տառ ասել թթու։ Չկա այդպիսի մարդ ստեղ։ Դուք բերել եք այստեղ մարդ եք նստեցրել, որը որ ընտանիքի անդամներ է թիրախավորել, հաթաթ չէ, մի ընդհատեք հիմա։
Ռուբեն Ռուբինյանը ևս անդրադարձավ երեկվա միջադեպին, հայտարարելով, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դրանից վիրավորվել է եւ որ թուլություն չէ ներողություն խնդրելը։ Ես անկեղծ շատ եմ գնահատում, որ երեք պարոն Կարապետյանը ասաց, այո, ես կարծում եմ, որ պարոն Ղազարյանի արտահայտությունը դուրս էր բարեվարկության կանոնից։ Եվ գնահատում եմ, որ ասաց, լավ, ֆրակցիայի նիստ կանենք, կհայտնենք մեր որոշման մասին։ Բայց դրանից հետո ես հետևել եմ լրագրողների, այդ մարգինալ քաղաքական ուժերի արձագանքներին, որ ասում են ոնց դուք ուզում եք բարեկրթության մեջ մնաք, ոնց կարելի է ասել, չէ, լավ է արել։ Այսօր տեսան, որ Facebook-յան էջում, որ եկեղեցիներ բանի մուղնի բյուրականի եկեղեցու հոգևոր հայրը դրել է պարոն Ղազարյանի նկարը որպես հերոս, ասել է շնորհակալ եմ պարոն Ղազարյան։ Աբսուրդ, լիակատար աբսուրդ։ Բայց հարգելի գործընկերներ, ես իհարկե հասկանում եմ, ասում եմ բոլոր քաղաքական ուժերը ունեն ընտրողներ, որոնք նաև ըստ լրություն հարգելի գործընկերներ։ Պարոն Ալեքսանդր, խնդրում եմ վարեք նիստը։ Հարգելի գործընկերներ, բոլոր քաղաքական ուժերներ ունեն իրանց ընտրողների ցանկությունները եւ բնականաբար մեր ժողովրդի տարբեր հատվածներ չեն սիրում տարբեր քաղաքական ուժերի։ Այդ թվում քարոզարշավի ժամանակ էլ գագաթնակետին է դա հասնում, նորմալ է դա։ Բայց ներողություն խնդրելը վիրավորանքի համար ամենևին թուլություն չի, հարգելի գործընկերներ, բացարձակ թուլություն չի։ Հակառակը դա գիտակցում է, որ մեր ժողովրդի ռադիկալիզացիայի, նկատի ունեմ միմյանց հանդեպ ռադիկալիզացիայի շղթան պետք է կոտրել, այդ շղթան պետք է կոտրել։ Եվ շարունակելով թեման, ազգային ժողովը վտանգում է վերածվել բացարձակապես անհասկանալի օրակարգով քաղաքացիների իրական սոցիալ-տնտեսական խնդիրներից կտրված մարմնի, մինչդեռ խորհրդարանի ղեկավարությունը կանոնակարգը պահպանելու փոխարեն սահում է դեպի սպառնալիքների լեզու եւ ակնտնտական սկզբունք։ Այս մասին օգոստոսի 14-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ուժեղ Հայաստան ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, մեկնաբանելով նիստերի ընթացքում տիրող մթնոլորտը եւ աղմկահարույց միջադեպերի եւ ներողություն պահանջելու հարցի վերաբերյալ խմբակցության դիրքորոշումը։ Նրա խոսքով նիստերը նախագահող անձին ամբողջությամբ հրաժարվել են անաչառ մրցավար լինելու իրենց խոստումից եւ գործում են բացարձակապես իշխող թիմի շահերից ելնելով։ Ես ինքս լինելով իրավաբան մշտապես խոսույթի հարցում ցուցաբերում եմ չափազանց բարձր զսպվածություն։ Ճիշտ է դա թե ոչ, յուրաքանչյուրը ունի իր յուրովի մոտեցումը։ Ես բնավ չեմ պարտադրում իմ մոտեցումը։ Միաժամանակ, եթե նայենք վերջին տարիների քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության ժամանակահատվածում դատարանների պրակտիկան, եթե հնչեցվում է այնպես, ինչպես հնչեցվել է, սրիկայաբար, ապա նշվածը դատարանները քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության ժամանակահատվածում այն վիրավորանք չեն որակի, որովհետև կորակեն այն ոչ հասցեական ուղղված մի խոսք։ Սա ձեզ դատարանների մեկնաբանությունն եմ ներկայացնում։ Արդյոք ընդհանրապես նշվածը ընդունելի է թե ոչ, դրա մեկնաբանման տիրույթը գտնվում է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի տեսանկյունից նիստը նախագահողի տիրույթում։ Նիստը նախագահողը, գիտեք ինչ պետք է անի, ես դրան անդրադարձա իմ ելույթում։ Պետք է, եթե գտնում է, որ դա վիրավորական արտահայտություն է, կարգապահական պատասխանատվության միջոց կիրառի, նվազագույնից դեպի խիստը։ Բայց ոչ թե օրինակ օգտագործի բառապաշար, նիստերի դալիճից կհեռացնենք, շենքից դուրս կշպրտենք եւ այլն։ Դուք պատկերացնում եք, սա է մոտեցումը։